Փաշինյանի հակաեկեղեցական արշավը սնող 3 քահանաներից առաջինի Տեր Արամի մասնակցությամբ սկանդալ է պայթել Հովանավանքում։ Ասում են, նա ոստիկանություն է կանչել վանական համալիր, փորձել է խոչընդոտել հոգևոր նոր հովիվ Տեր Մանուկի ծառայությունը։ Տեր Արամը պնդում է, ինքը ոստիկանություն չի հրավիրել։ Ես չեմ հրավիրել, անգամ զարմանալու է, ոնց են այդ ամեն ինչը նկարել տեղադրել համացանց, միգուցե նաև արդեն իսկ պատրաստված են եղել։ Ներեկեղեցական բարքերից դժգոհ Տեր Արամը ընդունում է, որ կոնֆլիկտ ունի Հովանավանքի հոգևոր նոր հովիվ Տեր Մանուկի հետ։ Ես իր հետ կոնֆլիկտ ունեմ, կոնֆլիկտի պատճառն է նա եղել, որ վերջերս Մուղնիում ժողով է եղել, ու այս քահանան Մուղնիում պահանջել է իմ կարգալուծությունը, Մուղնիում ժողով է եղել, ու քահանաներ են եղել, որ հայհոյանքներ են հնչեցրել։ Հին վեճը բորբոքվել է 3։ Կոնֆլիկտ առաջացավ, վիճաբանություն, ու ինքը ինձ ասաց, որ բա դու չես մտածում, որ կինու երեխաներ ունես։ Տեր Մանուկը վստահեցնում է, որ ինքը չի հայհոյել, չի սպառնացել իր հոգևոր եղբորը։ Դուք ոչ հայհոյել եք, ոչ նրան սպառնացել եք կնոջ եւ երեխաների հետ կապած, ոչ։ Սիրելիս, ես 20 տարվա օծյալ հոգևորական եմ, եւ այս ամբողջ 20 տարվա մեջ երբևէ որևէ մեկին չեմ հայհոյել, երբևէ։ Եվ հարիր չի հոգևորականին, որ հայհոյան կանի, մանավանդ հրապարակային, որ իբրև թե ինքը այդպես բնութագրում է։ Հովանավանքի նոր քահանան ասում է, որ ուզում է դարձի գա իր հոգևոր եղբայրը։ Մինչև հիմա այս վարքյանը հավատում եմ, որ իրան տուն դարձի ճանապարհ է լինելու։ Այսինքն ես էլ իբրև հոգևոր եղբայր ամեն ինչ անում եմ, որ ինքը տուն դառնա։ Սա ոչ թե ես ինքս իմ գլխու եմ անում, այլ մեր առաջնորդը Սրբազան հայրը, մեր ողջ քահանայից 10-ը սպասում են սրան։ Հոգևոր եղբայրների այս աննախադեպ բախման գործով հիմա զբաղվում են իրավապահները։ Եվ մինչ կպարզեն ինչն ինչոց է, Մայրաթորի կարգապահական հանձնախումբը այսօր քննարկել է իշխանության հակաեկեղեցական պայքարին միացած Տեր Արամի եւ նրա 2 համախոհների՝ Տեր Թադեի եւ Տեր Տարոնի վարքը։ Ներեկեղեցական բարքերը կրքոտ քննադատող եռյակը կարգապահական հանձնախմբի այսօրվա նիստին չի մասնակցել, բայց Մայրաթորում նրանց էլ են լսելու։ Քաղաքացիներն ասում են, վարչապետ լինի թե քահանա, որևէ մեկին թույլ չեն տալու կեղտոտ հարձակում գործել եկեղեցու վրա։ Ինչ է նշանակում հարձակում, թուրքերեն գալում են հայերի վրա հարձակման, ինչ է նրա հարձակվել բանի վրա, հարցեր կակ նստեն հանգիստ խոսան, կամ ոնց էտի առուտի սիրտակ ելնի գա վեարանի վրա հարձակում ան, բայց դե ժողովուրդը քնած են։ Ես դիշնիկ կայնեմ իմ Աստծու կողքին, ոչ թե վարչապետի կողքին, նա անհավատ եւ Աստծուց 1000 կիլոմետր հեռու է նա ինչպես քրիստոնյա չի, նա մուսուլման է։ Մամուլում արդեն լուրեր կան, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է վեհարանը գրոհել Գարեգին II կաթողիկոսի ընտրության օրը, հոկտեմբերի 27-ին։ Հավատացյալները վստահեցնում են, զգոն են կանխելու հարձակումը։ Այդտեղ անձը չի, կաթողիկոսի վրա չի, անձի վրա չի, հայոց եկեղեցու վրա։ 2 ոտքի վրա կանգնած հզոր, որպես հայ քրիստոնյա, առաքելական եկեղեցու հետևորդ, ես կանգնած եմ իմ վեհապար հայրապետի կողքին։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։